Եկամտիդ մի մասը շատ հաջող ձևով խնայում ես, բայց ամեն ամիս էլ նույն հաջող ձևով ծախսում ես։ Ծանոթ իրավիճակ էր։ Արի պարզենք, թե ինչպես կարող ես խուսափել այս սովորությունից։ Դրա համար պետք է ունենաս հստակ նպատակ։ Օրինակ, ճանապարհորդել, նոր մեքենա գնել, նոր գույք գնել կամ այլ որևէ նոր բան։ Միշտ ունեցիր մեկ կարևոր նպատակ։ Միշտ նախապես պլանավորիր բյուջետ և հետևիր ծախսերիդ։ Այդպես հնարավորինս կխուսափես չպլանավորված գնումներից և խնայողություններդ անտեղի օգտագործելուց։ Միշտ բարդացրու խնայողություններդ օգտագործելը։ Առօրյա ծախսերը թոքալու համար քո գումարը պահիր մեկ բանկային քարտի մեջ, իսկ խնայողություններդ պահիր մեկ այլ բանկային հաշվեհամարում։ Խնայողություններիդ մի մասն էլ պահիր ոչ ամեն վայրկյան հասանելի ֆինանսական գործիքներում, որպեսզի չկարողանաս օգտագործել։ Շատ լավ տարբերակ է արժեթղթեր գնելը։ Արժեթղթեր վաճառելը որոշակի ժամանակ է պահանջում։ Կամ մեկ այլ տարբերակ, կարող ես խնայողություններդ բաժանել մասերի և ավանդ դնել։ Միայն թե հիշիր, որ ավանդդ ժամանակից շուտ օգտագործելու դեպքում կարող ես կորցնել որոշակի տոկոսագումար։ Խնայիր և ապրիր բարեկեցիկ։ Սրանք շատ պարզ և փորձված տարբերակներ են։ Մեկնաբանություններում կարող ես գրել քո տարբերակը